Արմենուհի Ղազարյան։ Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Վաղը մայիսի 28-ն է։ 107 տարի առաջ այդ օրը հայ ժողովուրդը կենաց մահու կռիվ տվեց իր ինքնության, իր պետականությունը ունենալու համար։ Հայազգն իր գոյապայքարի դժվարին եւ փառահեղ ճանապարհին բազմաթիվ հերոսական եւ անմոռանալի դրսևորումներ է ունեցել։ Ամենաօրհասական պահին հայ ժողովուրդը կարողացել է դրսևորել բարոյակամային որակներ եւ բացառիկ միասնականություն։ Անխորտակելի ձգտումը մեր ազգի գոյատևման եւ գոյապահպանման կարևորագույն գրավականն է եղել։ Հայաստանը, որպես աշխարհաքաղաքական գործոն, միշտ եղել է ծավալապաշտական նկրտումներ ունեցող զավթիչների ուշադրության կիզակետում, որոնք փորձել են ընկճել հայության լուսեղեն ոգին։ Հայ ժողովուրդը երբեք այլոց դժբախտացման եւ հարստահարման գնով չի փորձել կառուցել իր սեփական երջանկությունն ու բարեկեցությունը, բայց օտարերկրյա նվաճողական հարձակումների դեպքում փայլատակել է հայազգի հզոր ինքնապաշտպանական ոգին ու բացառիկ համախմբվածությունը։ Այդ ինքնապաշտպանական ոգու պայծառագույն դրսևորման օրինակներից են 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի ավարանցիներ, իմ թանկագին համերկրացիներ, վստահ եմ, դուք խորապես հպարտ եք, որ ապրում, ստեղծագործում եք հայության բացառիկ բնօրաներից մեկում, ապարանում։ 1918 թվականի մայիսին տեղի ունեցած Բաշապարանի հերոսական եւ հաղթական ճակատամարտը կարևորագույն գոյապահպանական նշանակություն ունեցավ հայության ճակատագրում։ Այդ չափազանց բարդ եւ վճռորոշ եւ պատմական ճակատամարտում Բաշապարանի փառահեղ հերոսամարտը ոգեշնչման հիանալի օրինակ դարձավ հայության հետագա սերունդների լուսավոր հաղթանակների եւ փայլատակումների համար։ Հավերժական փառք եւ խոնարհում հայության ազատության, արժանապատվության եւ ինքնության պահպանման համար կենաց մահու անզիջում ճակատամարտեր մղած բոլոր հերոսների առջև։ Կեցե մեր հարատևման եւ զարգացման հավերժական ընթացքը։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Սերգեյ Բագրատյան